Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սա բոլորիդ կաչայտնի հայրենաշունչ հաղորդաշարն է, որ ինքը նախկին շրջայց հաղորդաշարն է, մենք ժամանակին մտածեցինք, որ լավ կլինի, մենք մեր ժողովրդին և ընդհանրապես դիտողներին կապենք մեր լեռնաշխարհի հետ, մեր հողի, մեր ջրի, մեր ցամաքի և այլնի հետ, դրա համար անվանեցինք այն հայրենաշունչ։ Հիմա դվյալ պահին մենք գտնվում ենք Երևան, Իջևան, նոյեմբերյան մայրուղու վրա, դա ինչ-որ են հարավ-հյուսիս մայրուղու մի հատվածն է, և այստեղից կազմակերպել ենք մեր հաղորդումը ձեզ համար։ Հիմա ասեմ հետաքրքիրն ինչն է, որ մենք այնքան ենք խրվել ուրեմն ներքաղաքական դիսկուրսի մեջ, որը մի քիչ էլ անիմաստ է, հրահրվում է դրսից, կարծես թե դրանով ուզում ենք ասել, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ընդհանրապես հանրապետության զարգացումը երկրորդական հարց է։ Մինչդեռ ես կարող եմ ասել, որ խաղաղության հաստատումից հետո, թեկուզ փխրուն խաղաղություն, ուրեմն առաջի պլան է դուրս եկել Հայաստանի հանրապետության զարգացումը, այն օպտիմալ տարբերակի ստեղծումը, որը թույլ կտա մեր փոքր հանրապետությանը արագ տեմպերով զարգանալ։ Մենք պետք է շտապենք, նկատի ունեցեք, այստեղ հայկական ծուլությունը, կներեք, կոռոտախոսությունը, ամբողջավարությունը, որին սովոր է մեր որոշակի հատված քաղաքացիների, վատթարագույն ծառայություն է մատուցում եւ այդպիսի վատթարագույն ուրեմն ծառայություն մատուցել է, որի օգուտը հասկանալի չի։ Հիմա այսօր ես ուզում եմ որոշակի ուրեմն ամփոփիչ նյութեր ասել այս տարածաշրջանում մեր այս տարվա այցերից հետո։ Ուրեմն մի բան պարզ է, որ ուր էլ գնանք, մենք պետք է գտնենք այն ռեսուրսը, որը Հայաստանի Հանրապետությանը առաջ կմղի դեպի ապագա, ոչ միայն ապագա, նաև թույլ կտա այս հարցերը լուծել, ինչ որ կարգա է։ Հասկանալի է, որ չասեմ մենք նավթ չունենք եւ պետք չի լացել, մենք չունենք գազ, դրա համար ընդհանրապես չարժի լացել, եւ շատ բաներ չունենք, բայց ինչ ունենք, աշխարհով մեկ գնահատվում է հայկական միտքը, ժողովրդի կարողությունը մտածելու, ստեղծելու եւ այլն։ Չնայած առանձնապես ասեմ, ես առանձնապես այդ մտքի զարգացումը վերջին տարիներին չեմ էլ տեսնում, բայց պոտենցիալ իմաստով դուք գիտեք, որ դա կա։ Դա նշանակում է, որ մենք այսօր Հայաստանի 4-րդ հանրապետության նախաշեմին, ուրեմն պետք է կարողանանք գտնենք այն մեխը, որի ուրեմն միջոցով մենք կարող ենք ուրեմն երկիրը տանել զարգացման իսկական ճանապարհով։ Հիմա տեսեք ինչ է լինում։ Պարզ է յուրաքանչյուրիդ, որ ինչքան որ հանրապետության արտաքին քաղաքական վիճակը բարդ է, այնքան եւ նպաստավոր որոշակի դրական միտումներ անհատկապես Թրամփի ուղու եւ Միացյալ Արևմուտքի դրական վերաբերմունքի առումով։ Այս իմաստով ես կարող եմ ձեզ ասել, ես շատ եմ ուսումնասիրել, ուրեմն այս հանրապետությունը պատականորեն թե անհրաժեշտորեն լավագույն գեոքաղաքական իրականության կոորդինատների մեջ է։ Ես ունեմ համոզում, որ այդ կոորդինատների դրական իմպուլսները առաջիկայում ավելի են զարգանալու, եթե մենք իհարկե, այդ եթեն ասեմ, եթե մենք փորձելու ենք զարգանալ, փորձելու ենք ուրեմն հարցերը լուծել։ Հիմա տեսեք ինչ կա, սա նշանակում է, որ ի վերջո 30-40 տարուց հետո Հայաստանի Հանրապետություն կառավարությունը, նաև ժողովուրդը պետք է որոշի թե զարգացման որ ճանապարհն է, որ Հայաստանին տանում է դեպի ապագա։ Ու ասեցի, որ դա գիտությունն է, կրթությունն է եւ մշակույթն առաջին հերթին։ Հիմա հարցը ինչի մեջ է։ Հարցը նրա մեջ է, որ մենք բոլորս հասկանում ենք, որ ամերիկյան ներդրումներ, որ սպասում է Թրամփի ուղու առընչությամբ եւ դա լինելու է, դա լինելու է ուրեմն ի հեճուկս Զադուլինների, Պուտինների, ի հեճուկս հայ ռևանշիստների, չեկիստների։ Տեսեք ինչքան աղբ կա, որոնք չեն ուզում այդ զարգացումը, բայց այն զարգացումը լինելու է։ Բայց այդ զարգացման համար մենք պետք է գերագայությունները ճիշտ որոշենք։ Ուրեմն մենք պայմանավորվում ենք, որ դա մարդկային ռեսուրսն է, մարդու որակն է, հայ մարդու կամ Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդու որակն է, որը մեզ կտանի դեպի զարգացում։ Հիմա ինչ է ստացվում։ Հիմա հարցը հետևյալն է։ Այո, ամերիկյան ներդրումներ, այո, ուրեմն մեր բարեկամների, մեր սփյուռքահայ ուրեմն գործարարների գուցե ներդրումներ եւ նման բաներ։ Հիմա հարց է. Արդյոք Հայաստանի Հանրապետության մսուր մանկապարտեզը, դպրոցը եւ բուհերը ի վիճակի են սպասարկելու Հայաստանում
տեխնոլոգիական հեղաշրջման գործընթացը։ Կարծում եմ, որ եթե ազնիվ ենք խոսում, ուրեմն չեն կարող սպասարկել, դա բացառված է։ Իսկ եթե մենք գտնում ենք, որ դպրոցական, ուրեմն բուհական, միջին կրթական հաստատությունների զարգացումը, եթե ուրեմն չի բավարարելու ռեսուրսային, ուրեմն նկատի ունեցեք, որ այդ բոլոր ջանքերը հոտս կցնդեն եւ հերթական անգամ մենք ֆիասկո կապրենք։ Դրա համար ինչ է առաջարկիս իմաստը։ Քրշական գտնում է, որ քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը առաջիկա ժամանակներում Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնական մեխը պետք է տեղափոխել կրթական համագարկի բարելավմանը։ Ոչ թե սոս բարելավմանը մի քիչ աճ, մի քիչ ցախ, այլ արմատական բարեփոխման անպայմանորեն։ Մեսուր մանկապարտեզից սկսած, դպրոցից սկսած, բուհերից սկսած համամիջազգային ստանդարտներ պետք է կիրառվեն եւ կարճ ժամանակում։ Խնդիրը կարճ ժամանակի մասին է։ Հիմա հարցը նաեւ հետեւյալի մեջ է, թե արդյոք ուսուցչական դասախոսական անձնակազմը պատրաստ է այդ խնդիրները լուծելու։ Հիմա մենք այսպես պետք է մտածենք։ Իհարկե ամբողջովին պատրաստ չի, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ուրեմն հապաղենք։ Դա նշանակում է կառավարությունը մի համալիր ծրագրով մսուր մանկապարտեզ, դպրոցական կրթական համակարգ եւ բուհական համակարգ։ Այս բոլորը պետք է արմատական ռեֆորմի ենթարկելու կոնցեպցիա առաջադրի եւ շատ արագ մտածված, շեշտադրված, որը Հայաստանի Հանրապետության նկատի ունեցեք պահանջները կբավարարի։ Դա խիստ կարևոր է, որովհետեւ բավարարվի մեր երկրի զարգացման պահանջները։ Տեսեք ինչ է լինում։ Եթե դուք Հայաստանի Հանրապետության տարածքը մեր նման շրջեք, շրջան առ շրջան, մարզ առ մարզ, դուք կտեսնեք նույն խնդիրները, նույն ուրեմն խնդիրները, նույն կրթության, նույն դաստիարակության եւ այլնի այդ լուծումներ։ Դրա համար առաջարկս։ Ես կարծում եմ, որ կառավարությունը կարող է ստեղծել մի բանիմաց ուրեմն մասնագետների մի հանձնախումբ, որը շատ արագ եղած վիճակը կստուգի եւ ուրեմն կշարժվենք առաջ։ Ասեմ, որ այն եղած վիճակը, որը կա, դա չի բավարարում եւ մենք իրար խապելու իրավունքը չունենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող այդ հարցերը լուծել։ Այս գլխավորը սա է։ Ուրեմն ամփոփիչ իմաստով ասեմ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլ նաեւ աշխարհասփյուռ հայությանը, որ հայկական գիտատեխնիկական, տեխնոլոգիական հեղաշրջման, ուրեմն նյութատեխնիկական բազան պետք է պատրաստվի եւ դպրոց բուհեր շատ արագ պիտի վերակառուցվեն։ Ես գիտեմ, որ ինչ-որ բան արվում է, բայց ես բացացում եմ, որ եղածը բավարար չի, մարդիկ էլ շատ դժգոհ են։ Հիմա դե բոլորը պիտի նայվի եւ ուրեմն շարժվենք առաջ։ Ուրեմն սա մեկ։ Կարծում եմ սրա մասին այլևս խոսելու բան չկա։ Քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը հենց գիտության, կրթության զարգացման նշանախոսով առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի, որպես ուրեմն դա մտքի ստեղծագործություն, որպես արտադրողական ուժերի զարգացման ուրեմն միջոց եւ հնարավորություն։ Ուրեմն կամ մենք պետք է, եթե դա չի ստացվում, պետք է հրաժարվենք, որ հայերս աշխարհում որոշակի մտավոր կարողություն ունենք եւ այդ կարողությունը պիտի ուրեմն եթե հնարավոր չի, չպետք է դրսևորվի, բայց կարծում եմ, որ մենք այդ հարցում համերաշխ ենք։ Ուրեմն շտաբել է պետք եւ առհասարակ ինձ դուր չի գալիս հայկական այս օրանջելով ապրելու սովորույթը, ուրեմն ամենտեղ քարոս առաջացնելու սովորույթը եւ այլն եւ այլն։ Ընդ որում ասեմ հետեւյալը, որ ցես համար պարզ է, որ Հայաստանի Հանրապետության պետական մեքենան, եթե 4-րդ հանրապետությունը հիմնադրելու ենք, ես վստահ եմ, որ հիմնադրելու ենք, որովհետեւ եղած մեքենան իրենից ոչինչ չի ներկայացնում, բացի ուրեմն շրխկոցով այն աշխատող Զապարոժեցկա Մոսկվիչ, ուրեմն մենք պետք է ուրեմն այդ վերափոխումների մեջ կրթությունը, գիտությունը, մշակույթը դիտենք առաջնահերթություն։ Դրա համար կարծում եմ նաեւ պետք է քննվի եւ առանձնացվի դա երևի ընտրություններից հետո կլինի, մենք պետք է ունենանք անպայման մշակույթի նախարարություն, որտեղ մշակույթի, կրթության եւ այլնի այս բոլորը մի խոսքով պետք է կարգավորվեն։ Մենք դրանով հանդես կգանք, ցես կբացատրենք, կպահանջենք, կներկայացնենք առաջիկա ժամանակներում։ Սա մեկ։ Երկրորդն ասեմ, ուրեմն դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական եղած տարածքի ուրեմն զգալի հատվածը հողերը նաև շատ հաճախ բերրի հողերը չեն մշակվում, անտերության են մատնված եւ ուրեմն ինչ-ինչ պատճառներով, հիմա չսկսենք պետք է բաղերը չգնենք, սա ուրեմն հաստատ է, որ չի օգտագործվում եւ չի ծառայում մեր ժողովրդի նպատակներին։ Ես ասեմ, որ
Եթե երկիրը ազատական կամ լիբերալ տնտեսություն ունի, դա չի նշանակում, որ որոշակի պատմական հատվածներում պետությունը իր վրայից պետք է գցի կարգավորիչ ֆունկցիան։ Քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության տեսակետը այն է, որ մենք պետք է անպայմանորեն ուրեմն սպասարկենք եւ զարգացնենք տեղական արտադրողական ուժերը։ Հետեւյալ բանաձևով այն ինչ հնարավոր է արտադրել Հայաստանում, ցորեն, գարի, տանց, օղի, կոնյակ, ինչ որ հնարավոր է գյուղատնտեսական համալիրում, ուրեմն դա պիտի առավելագույնս արտադրվի Հայաստանի Հանրապետությունում, մնացածը պետք է ներկրվի։ Դա գոչվում է ավտարկյալ կամ մեկուսացվող տնտեսություն, եւ պետությունը պետք է հովանավորի ֆերմերային տնտեսության առաջացումը։ Ասեմ լիբերալ այն տեսակետը, որ կա, որ պետությունը գործ չունես խնդիրների հետ, աղետալի տեսակետ է։ Բոլոր դեպքերում դա կարող իրականություն դառնալ մեզ 20 տարի հետո, գուցե 10 տարի հետո, բայց այս օրերի ուրեմն հարց չի։ Ամենուր հայ գյուղացին, այսօր ուրեմն մենք եղել ենք ոսկեպարում, որտեղ ենք եղել։ Մի խոսքով էս նոյեմբերյանի կամ բարանայի տարբեր հատվածներում եւ այսպես բոլոր տեղեր նույն խնդիրներն են։ Մարդիկ օգնության կարիք ունեն, պետության կարգավորիչ ֆունկցիայի կարիք ունեն եւ նման բաներ։ Ուրեմն սա պիտի աշխատեցնեն մինչեւ պետությունը ոտի կկանգնի եւ մենք կլինենք ինքնաբավ։ Ասեմ հետեւյալ, օրինակ, ես համոզված եմ, որ հացի արտադրության պարագայում ծորենի եւ այլ մշակաբույսերի խիստ անհրաժեշտ հնարավոր է Հայաստանում գրեթե հիմնական հարցը լուծել։ Ձեզ հետեւյալն ասեմ, իհարկե բոլորս ուզում ենք, այսինքն նկատի ունեմ Հայաստանի պետություն ուժեղներին, ԿԳԲ-շինները չեն ուզում։ Մենք ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, իսկ ուժեղ պետություն ունենալը նշանակում է նաեւ ագրոարդյունաբերական համալիր ստեղծել, գյուղատնտեսական գիտելիքները ծառայեցնել գյուղատնտեսական վերափոխումներին։ Տեսեք, եկեք մանեք, մեր նման այսպես գյուղ առ գյուղ մարդկանց հետ զրուցելով, նույնիսկ չներկայանալով, որովհետև անգերց խոսակցության համար մեկ կարելի է եւ չներկայանալ, այդ բոլոր խնդիրները տեսնել եւ այս հարցը ուրեմն օրա խնդիր դարձնել։ Ավտարկյալ կամ մեկուսացվող տնտեսությունը Հայաստանի համար պետական հովանավորության պարագայով խիստ անհրաժեշտ է, անպայմանորեն։ Եվ այս քաոսը կարող է վերանալ ինչ որ կա։ Հիմա էքսպերտային մի բան ասեմ։ Ես շատ եմ վախենում մեր ժողովրդի Ռուսաստանի հանդեպ հոգեբանական հակվածության հիվանդագին դրսևորումների առնչությամբ։ Ուրեմն ինչքան էլ բացատրում ես, ուրեմն ասում ես լսի, Արցախում ռուսները բռնաբարեցին, դուրս շպրտեցին հայությանը, օգնեցին։ Եվ այլն, բայց մարդիկ էլի Ռուսաստան, հիմա իրենց գործն է, այս տգիտությունը չգիտեմ երբ է վերանալու, եւ լրատվամիջոցներն ինչու են այդ հույսը տարածում, չգիտեմ, դրանք ովքեր տարածում են, ուրեմն թշնամություն են անում Հայաստանի եւ հաջորդի հանդեպ։ Իմ ասածն են չի, որ այսօր գնում եք թվանկով Ռուսաստանի դեմ պատերազմ եք հայտարարում եւ այլն, ոչ։ Դուք հեռանում եք, մենք հեռանում ենք եւ վերջին տվյալները Դուշանբեում մեր վարչապետը հայտարարեց Պուտինին, դուք տեսաք Պուտինը քիչ էր մնացել մեռներ, ինֆարկտ էր ստանում, որտեղ ինքը թվերը կեղծում էր աշխարհին ասելու համար, որ Հայաստանը մեր տնտեսական գծորդն է, բայց պարզվեց Հայաստանը իրենց տնտեսական գծորդը չի եւ իրենց ոչինչը չի։ Հիմա այս նշանախոսերը պիտի դառնա մեզ համար կենսացել եւ մենք պետք է այդ առումով կարողանանք մեր հարցերը լուծել։ Ով կնեղանա իր գործն է, ով չնեղանա իր գործն է, որտեղ ժամանակակից աշխարհում պետություններն են, որ սպասարկում են իրենց ժողովուրդների անվտանգությունը, իրենց ժողովուրդների բարեկեցությունը եւ այն վայ են ժողովրդին, որը իր ազգային պետական շահը չի ճանաչում։ Ես չնեղանակ ասեմ, որ հայությունը 200-300 տարի է մի ստվար զանգված իր ազգային պետական շահը չի ճանաչում։ Մենք խառնում ենք ռուսական շահի հետ, իսկ Ռուսաստանը գլխներիդ ինչ օին բերեց, ինչ քացով տվեց եւ դուրս գցեց ուրեմն Արցախից, Արցախահայությանը եւ մեզ բոլորից, դուք ձեր աչքի առաջ տեսաք, տկետ լինելը ոչ օգտակար է, ոչ էլ ուրեմն բան է փրկում։ Ուրեմն սա էլ պետք է նկատի ունենալ։ Հիմա ինչու ասեցի Ռուսաստանի հարցը։ Իմ տվյալներով, երևի սա գործարար աշխարհի մարդիկ պետք է իմանան, ավելի շուտ նաեւ ստուգեն, այս տարի Ռուսաստանում երաշտ է եղել եւ ծորենի այն քանակը, որը խմբականակները Հայաստանը կարող է եւ պետք է կամ ներկրում էր, այդ ներկրումը չի լինելու, կամ մեծ դժվարություններ են լինելու։ Խոսքը վերաբերում է նաեւ կարտոֆիլին եւ շատ մշակաբույսերի, նկատի ունեցեք։ Հատկապես ծորենի բարակայով եմ ասում, այս տարի Ռուսաստանում ծորենի ուրեմն արտադրության ծավալները խիստ կրճատվել են եւ հույս եթե ունեք, որ Ռուսաստանը այսուհետ ոտի է կանգնելու, չարաչար սխալվում եք։
չարաչար սխալվում եք եւ աղետը ինքներդ կտեսնեք։ Դրա համար ուրեմն առաջինը ինչ պետք է արվի։ Հայաստանի տնտեսությունը պիտի վերակողմնորոշվի նաեւ այլ երկրներ, այդ անտեր Լարսից ազատագրվելով, նաեւ դրա հետ միասին պետք է տեղական արտադրությունով այդ մշակաբույսեր եւ այլն այդ բոլորը ստեղծվի եւ ագրոարդյունաբերական համալիրը կայանա։ Ուրեմն սա ընդունեք անգերց խոսք, եթե ունեք, ես կներեք վայրահաճություններ չեմ ընդունում, ուրեմն հատկապես ռսաստրուգանասունների վայրահաճություններ, բառաչություններ դուք էլ չեք ընդունում, բայց մեր խնդիրը իրենք չեն։ Մեր խնդիրն է մեր երկրի անվտանգությունը, պարենային, մտերային եւ այլն ապահովելու մասին է խոսքը եւ մենք պարտավոր ենք դա անելու։ Դուք տեսաք Արցախյան աղետի օրերին, թե աշխարհն ինչքանով արձագանքեց ուրեմն այդ նվանից արցախայության դուրս շպրտվելուց, ուրեմն ռուսների օժանդակությամբ եւ ծրագրով Հայաստանի Հանրապետություն եւ Արցախից։ Ուրեմն սա պիտի նկատի ունենաք եւ այստեղ եթե փապկասուն մարդիկ կան փապկասուն լագոտ լուկոտներ, որոնք ունեն անձնական շահեր ունեն, որոնք չեկիստ ընտանիքում են կամ չեկիստ են ուղնուցուցով, դա Հայաստանը չի։ Նույնիսկ իրենց են դիմում ասելով հետեւյալը. դուք ձեր ձևով Հայաստանը կկործանեք, բայց դուք Հայաստան ձեր ձևով չեք կարող կործանել։ Մենք մեր ձևով մենք ձեր քաղաքական, մեր երկրի քաղաքական տնտեսական կյանքից դուրս կշպրտենք։ Մենք մեր ձևով եւ գողական բարգերը այստեղ չպետք է լինեն։ Ուրեմն սա էլ էսպես։ Ինչ եմ ուզում ասել, այսօր մենք հարցեր են, որ մենք պետք է լուծենք։ Հիմա մի նրբագույն հարցի մասին եւս երևի դրանով ավարտենք 3 հարց առավ։ Տեսեք ինչ կա։ Դուք հիշում եք, որ ես տարիներ շարունակ է, որ ասում եմ Հայաստանի աշխարհագրական տեղանունները պիտի հայացվեն ոչ թե բստրվեն, ինչ որ հայկական անուններ սարքվեն, այլ ուրեմն վերականգնվեն այն անունները, որոնք պատմականորեն մեր քաղաքները, մեր գյուղերն ունեցել են։ Օրինակ Արփասլան, դա խայտարակություն է, այստեղ վարչապետ, բան գա թե չէ համայնքի պետ։ Ինչ Արփասլան է, ինքը ինչ է, Չինգիզ խանի ժառանգորդն է, ինչն է, նույնը Ալավերդին է, նույնը Գյումրին է, եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, շատ շտապ սրանց պատմական անունները պիտի վերականգնվեն, եթե չէ դուք գիտեք, որ երեք է Շանթը հաղորդել, Ադրբեջանում քարերը հավաքելու ժամանակը տեսահոլովակներ են ստեղծել եւ Հայաստանի բոլոր տեղանունները թուրքերեն, պարսկերեն, չգիտեմ ինչ լեզուներով ցեզ են ներկայացնում։ Ուրեմն դրա համար հիմա ինչ է, նեղացող չլինի, որնան պետք չի, թուրքերն էս արին 30-40 տարի Հայաստանի Հանրապետության տեղանունները թուրքերեն են ավելի գեշ են։ Հիմա կոնկրետ ես դիմում եմ Գյումրվա քաղաքապետ Վարդանիկին։ Ինքը հայտնի է հոգեկան հիվանդության հասնող ռուսասիրությամբ։ Եթե իր անձնականն է, դա ոչ մեկի խնդիրը չի։ Թող ինքան սիրի, ինչքան գուզի, թող կշտանա, բայց ինքը քաղաքապետ է եւ այսպես հարցս հետեւյալն է։ Ինքդ ունես ռուսական քաղաքական կողմնորոշում, չգիտեմ ինչի համար, ասածներդ անիմաստ անհետեթություններ են։ Հիմա հարցը հետեւյալն է, բայց թուրքերենով Գյումրի անունը հանդուրժում ես կառավարածդ քաղաքի վրա։ Ոնց հասկանանք։ Գյումրին թուրքերեն է։ Բան է նշանակում ինչ է։ Սամանադուր։ Հիմի ռուսամոլ, ռուսահիվանդ, Վարդանիկը ռուսական իր կողմնորոշումով եւ հաջորդին խայտարակվելով աշխարհով մեկ կառավարում է թուրքական անուն ունեցող Գյումրի քաղաքը։ Երբես փոխելու քաղաքի անունը եւ վերականգնելու Կումայրին եւ ոչ չխաղացնեք։ Այսպես ուրեմն թե չի ստացվում, էլ չես հասկանում, այն մեկը ռուսասեր է, այն մեկը թրքասեր է, այն մեկը քրդասեր է։ Եղբայր հայասերը վերջը ով է։ Կարող եք ասել Հայաստան եւ հայի շահերը որտեղ են։ Բոլորը միտեղ ոչ եք խաղացնում, բոլորը դգիտության մեջ ճահիճում ուզում եք ներկայանալ որպես չգիտեմ ինչ։ Հարցս նաեւ Գյումրի ավականուն է։ Երբեք թուրքերենով Գյումրի անունը փոխելու վերականգնելու Կումայրին։ Երբ Չնայած ես գիտեմ, որ ժամանակին Կումայրին վերականգնած է, բայց ուրեմն մինչև մի չիրականացրած։ Այսպես ասեմ, հիմա սա կարևոր է թե չէ։ Ուրեմն եթե հասկանում եք, ով չի հասկանում, նայեցեք Աբշերոնի եզի բռունցքը, Խանքենդի, Էրիվանի եւ այլն, դրանից եզրակացրեք։ Հիմա ստացվում է մենք ենք աշխարհում հոգնած, բեզարած ժողովուրդը, որը նույնիսկ 30,000-անոց քառակուսի կիլոմետր տարածքի վրա չի կարողանում տեղական ուրեմն տեղանունները ուրեմն վերականգնել։ Ես ասեմ, որ տեղանունները խիստ քաղաքական նշանակություն ունեն, ով դա չգիտի, բացարձակ ապուշ է, տգետ է,
եւ ով որ կշարունակի ռուսերեն, չկալովկա, չգիտեմ ինչ, այս Մայակովսկի եւ այլն, այս աղբը պիտի վերածվի Հայաստանի վերայից, այլապես մի օր էլ ուրեմն մի հատ Իվան հարբած ժամանակ Իվանով Ֆրանգոից կհայտարարի, որ ուրեմն բանը այդ Մայակովսկի գյուղը ռուսական գյուղ է, հաստատ։ Ուրեմն էսպես ուրեմն ոտի կանգնեք, պարոնայք, այս անընդհատ քլնգելն իրար եւ ռուսական օրակարգ նաղդելը հայ ժողովրդի վրա, ուրեմն ձեզ վրա էժան չի նստելու։ Ուրեմն այս հարցերը պիտի լուծվեն եւ շատ արագ պիտի լուծվեն։ Այնպես որ մնացածն ինչ ասեմ։ Ասեմ հետեւյալը մեր ժողովրդին իմ գնահատականներով, որ տասնյակ տարիներ պետականաշինության հետազոտական աշխատանք եմ արել, դուք նաեւ լսել եք իմ ելույթները, գրազները եւ այլն, մենք ամեն ինչ ունենք, որովհետեւ մենք ոտի կանգնենք։ Եթե մենք ծույլ ենք, մի քիչ թրքացել ենք, մի քիչ շատ ռսացել ենք, եւ այսպես եւ ուրեմն հայկական շահ որոնել, ուրեմն անընդհատ ապրում ենք ռուսական շահով, Գյումրի թուրքական անունով քաղաքում, ուրեմն մեծ փրկություն չկա, սա նկատի ունեցեք։ Ասեմ հետեւյալը, ուրեմն ֆրանսիացի աշխարհագրագետ կա, որը փայլուն Հայաստանն իմացել է 13-րդ դարում, Էլիզե Ռեգլյու։ Նա ասում էր, որ աշխարհագրությունը քաղաքականություն է, քաղաքականությունը ինքը աշխարհագրությունն է։ Ուրեմն այսպես ուրեմն այս բոլոր հարցերը պիտի լուծվեն։ Հիմա մենակ քննադատության մասը չասեմ։ Հիմա անցնեմ մյուսին, ուրեմն սրանք պիտի լուծվեն եւ ուրիշ հարցեր պիտի լուծվեն։ Հորանջելը վտանգավոր է առողջության համար։ Ուրեմն նայեցեք։ Հիմա նայեցեք այստեղ։ Մենք Սևան այստեղ Դիլիջան, Իջևան, Մայրուղու կողքն ենք նստած եւ գիտեք որ ամեն շաբաթ գիրագյուր խմբով շրջում ենք Հայաստանի Հանրապետության ուրեմն տարածքը։ Ես ձեզ վստահեցնում եմ, կարող եք ստուգել։ Հայաստանի Հանրապետության վերակառուցված ասֆալտապատ ճանապարհներին մի փոքրիկ փոս չեք գտնի։ Սա մեր նվաճումն է, այս կառավարության ձեռքբերումն է։ Կառավարությանն առաջարկում եմ նույն եռանդով, ուրեմն ասված է կրթության, աշխարհագրական տեղանունների եւ այնի հարցերին կպնել, մենք ձեզ կօգնենք, որպեսզի ազգովի այս բոլոր հարցերը լուծենք։ Այնպես որ դա հերանեկար ունի եւ իսկապես եմ ասում, հիմա հրաշալի աշուն է, չքնաղ բնություն է Հայաստանի Հանրապետությունը եւ առաջնակարգ ասֆալտապատ ճանապարհներ են։ Հիմա ինչ եմ ասում, հոպարի տեղին առաջարկում եմ ուրիշի սարկած ասֆալտի ճանապարհով ավտո քշել մի հատ, որովհետեւ իր հոպարի եւ հոպարինգերների սարկած փոսերի մեջ մեքենաները ջարդվում էին։ Նաեւ Ղարաբաղյան այդ կլանին եւ դրա բարագլուխներին ազատ Հայաստանով մանեկեք, առանց ախրանայի, առանց որևէ մեկի, շպես մենք։ Տեսեք ժողովուրդը ինչքան է ձեզ սիրում։ Եթե իհարկե աղստևը չշպրտի ձեզ, եթե հանդիպի, այնպես բելեֆներով չզբաղվեք, բայց Հայաստանի ըստ էության մեր տեսածով չկա որևէ բնակավայր նշանակալից, որի ճանապարհներն ասֆալտապատ առաջնակարգ ճանապարհներ չլինեն։ Քշեք եւ վայելեք եւ ուրիշի գովքով շատ չզբաղվեք։ Ուրեմն էս կանա, ուրեմն ինչ եմ ուզում ասել։ Նկատի ունեցեք հետեւյալ, ամփոփիչ եմ ասում, ուրեմն ամեն ժողովուրդ իր ճակատագրի տերն է։ Ցեղասպանվեցինք, որովհետեւ մեկը մեզ ուրեմն ձեռք չմեկնեց։ Արցախից քացով տվեցին, դուրս գցեցին, որովհետեւ մեկը մեզ չօգնեց։ Եվ այդպես լինելու է շարունակ։ Բայց այն Հայաստանի Հանրապետությունը, որ կա Ալմատի փաստաթղթում, ամերիկացիների եւ մեր դաշնակիցների համար օրենքի ուժ ունի։ Ուրեմն աշխատեք նպաստավոր վիճակից այս երկիրը կարողանանք մենք կարգի բերել։ Հիմա էլ ողջ սարքողներին եմ ուզում ասել, որովհետեւ ողջ պասասները հիմնականում դրանք կագեբեշնիկներ են, ռուսական կրթությամբ Հայաստան չիմացողներ եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք ինչ եմ ասում։ Ուրեմն օրինակ եմ բերում։ Ժամանակակից Հունգարիան պատմական Հունգարիայի 1/3 տարածքում է տեղավորված։ 1/3։ Ուրեմն Հունգարիայի մասին է խոսքը, բայց հունգարացիները ոնց որ թե հաճ չեն ներկայացվել պատերազմի։ Ուրեմն ժամանակակից Լեհաստանը, ուրեմն կարծեմ 1.5-ով կրճատված է քան Լեհաստանն է, Ռեչպոսպոլիտան, նույնիսկ 1/3-ով է կազմում։ Եվ այսպես պետություններ շատ կան։ Հիմա պետությունների մեջ մեր երիտասարդության համար ասում եմ հետեւյալը։ Հետսովետական շրջանում ամենադինամիկ, զարգացած, հզոր երկիրը Լեհաստանն է, որը քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության ուրեմն ուշադրության կենտրոնում է։ Ուրեմն այդ Լեհաստանը որևէ մեկին պատմական խնդիր չի ներկայացնում։ Թեկուզ եւ մենք բոլորս գիտենք, թե Գերմանիայի տարածքում, ուրեմն Բելարուսի, Ուկրաինայի տարածքում ինչքան լեհական հողեր կան։ Կրկնեմ,
Ռեչ Պոսպոլիտայի միջնչի մասն է այսօրվա Լեհաստանը, բայց իրանց զարգացման տեմպերով, որակով եւ մագարտակով Լեհաստանն այսօր դարել է Եվրոպայի առաջին պետությունը, առաջինը, այնպես որ ուրեմն շատ բան կորած չի, շատ էլ բան։ Հիմա Արցախ գնացողներին ես գիտեմ, որ ռուսները հրահրում են Արցախի վերադարձի թեզիսը։ Հիմա բոլոր ողորմելիներին զենքը ձեռներից փախակ, ձեռներով, քցեցիք փախակ, առանց զենքի ոնց եք վերադառնալու Արցախ։ Մի հատ կասեք, ես ձեզ ասել էի, ստեղծեք խումբ, ուրեմն Եվրոպայում աշխատեք էթնիկ զդման առումով հետ գնալու մասին։ Եվ այստեղ չհամարձակվեք չեկիստական գործանել, չհամարձակվեք։ Ուրեմն այդ բլեֆը Արցախը մոռացող էիք, պաղեստինցիների չէիք մոռանալու, այսպես պաղեստինցիների պես կռվեիք։ Այսօր դուք տեսնում եք Արցախում պաղեստինցիները համեմատության համար ինչ արեցին։ Կռվեցին եւ իրենց ցողը չտվեցին։ Հիմա զենքը զորքը հանձնել եք, փախել են շատերը։ Ես վերնախավը նկատի ունեմ այդ գեներալ կոչվածները, ուրեմն Ալիևի թրի տակով ռուսների օգնությամբ ճողոբրել են, եկել են Արցախի հարցի լուծումով են ուրեմն զբաղված։ Ես ասացի Արցախի լուծման տարբերակը որն է, որի մասին շատ եմ ասել, մնացածն էսպես, եւ չխանգարեք հայ ժողովրդին իր պետականությունը վերականգնելու եւ հերթական անգամ չտառնա կուտ հավի նման, որպեսզի ռուսները ուտեն ու թքեն, ինչպես որ կերան եւ թքեցին 30 տարվա մեջ։ Ուրեմն ժողովուրդները պետք է իրենց պատմությունից դասեր քաղեն, դա դաս ասեցի։ Ստեսյուն ձեզ ամեն ինչ ուրեմն արժևում է, մենք պետք է վերականգնենք, ասեմ նաև մի թույն ու թարախ, որ թափվեց ռևանշիստների մեր հետևից Զատուլին կոչված ոչնչությունից, որը հայտարարում է, որ նոր Հայաստանը չի լինելու եւ շատ վտանգավոր է, ում համար է վտանգավոր։ Ուրեմն վտանգավոր է Ղարաբաղյան կլանի համար, Ղարաբաղյան հոպարի տեղի համար եւ ուրիշների, բայց Հայաստանի Հանրապետությունը կարծում եմ ժողովրդավարական ուժերը հաստատ իրենք կգնան նոր Հայաստան ստեղծելու ճանապարհով, մի ապուշ էլ կա, ես ասեմ չեմ ուզում վիրավորեմ, բայց Ստեփանակերտից եկել ես 4 օր հանգստացել է, երիք է վերլուծել գիտեիք, մի բան անեիք, Ստեփանակերտը փրկեիք։ Հիմա սա 4-րդ հանրապետության տեմ է խոսում, սրա ուղեղի հավային քառակուսին, ուրեմն կարծես հրամանով շուռ է եկել Հայաստանի Հանրապետության վերակառուցման դեմ։ Զգուշացնում եմ, խոսքս վերաբերվում է ուրեմն Ղարաբաղյան կլանին եւ ոչ Արցախահայության, արցախահայյաններ առաջարկում եմ, գործ չունեք ձեր գլխին, ձեզ աղետ եւ ուրեմն հայրենիքից, հայրենազուրկ դարձնողներից։ Եվ դա սկզբից, վերջից եւ հետո Ղարաբաղյան կլանն է։ Հերիք է զալլատանեք, ուրեմն դիկտատորիալ ստեղծեք բաներ։ Իհարկե Արցախահայությունը մեր ժողովուրդն է եւ մեզ առաջարկում են, որ ինքնենք չխառնվեն Ղարաբաղյան կլանի կեղտոտ բաներին։ Ասեմ դες, հիմա որևէ ձևով Արցախ վերադառնալ հնարավոր չէ, նույնիսկ Պուտինն էլ մեռնի չի կարող, դե ձեր պապան մեռնի էլ չի կարող, էլ չեմ ասում կուզի թե չէ, դրա համար հանգիստ զբաղվեք այն հարցերով, որը ձեր հարցն է, մեր հարցն է եւ միասին այս պետականությունը ոտի կանգնեցնենք, այդպես էլ լինելու է, ուրեմն հաջողություն չեք ունենալու։ Ստեսյուն ձեզ բարեկամներ, Գորչի Զատուլինի գործակալական ցանցը Հայաստանի Հանրապետությունը, նոր Հայաստան լինելու է, 4-րդ հանրապետությունը լինելու է եւ այսպես, բայց Ռուսաստան չի լինելու, իմացեք։ Մի տարի հետո կտեսնեք։ Հիմա ստեսյուն ձեզ։